Քոչարյան Փարաքարում մարտի 30-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներով դուք 57+ ձայն եք հավաքել, ինչու Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները, գյուղերի բնակիչները ընտրեցին ձեզ, այլ ոչ ԿՊ-ի թեկնածուին։ Իմ կարծիքով ժողովուրդը վստահեց ինձ, որ այդ քվեն տվեց եւ ես ծնվել մեծացել եմ Փարաքար խոշորացված համայնքում, Մերձավան բնակավայրում եւ տարիների ընթացքում շփվել եմ ժողովրդի հետ, բոլորը ինձ ճանաչել են, ինչպես նշում էի, եւ փորձել եմ ամենօրյա ռեժիմով լինել ժողովրդի կողքին, ցանկացած հարցերով, տարբեր տեսակի հարցերով դիմել են միշտ ինձ եւ այդ հարցերը լուծումներ են ստացել, դուք չեք կարող գտնել ինչ-որ մի բնակչի, առհասարակ չեք կարող գտնել այդպիսի մի մարդու, որ կարող ասի, օրինակ ես դիմել եմ Վարուզյա Գրիգորյանին եւ մերժվել եմ։ Չլինելով պաշտոնյա, այո։ Հենց երևի այդ ժողովուրդը այդ ամեն ինչը գնահատել է, այդ մարդկային այդ վերաբերմունքը, իմ համար նշանակություն չի ունեցել դա պաշտոնյա է, թե հասարակ բնակիչ, ես կանգնել եմ, միջև վերջ լսել եմ եւ այդ հարցին փորձել եմ լուծում տալ եւ գոհ եմ մնացել ինձանից։ Հարցումները ցույց էին տալիս, որ եւ Գյումրիում եւ Փարաքարում իշխանությունն է հաղթելու, բացի այդ նաեւ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ Նարեկ Մկրտչյանը, Փարաքարցի Նարեկ Մկրտչյանը նախարար, վստահ էր, որ իրենք 50+ են հավաքելու, այդ հարցազրույցը նա ինձ է տվել Լյուդվիգ Նազարյանի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ։ Ինչու էր այդքան վստահ Նարեկ Մկրտչյանը։ Ես չեմ կարող ասել Նարեկ Մկրտչյանի վստահությունը որտեղից էր եկել, բայց ես իմ հարցազրույցների ժամանակ բազմաթիվ անգամ նշել եմ, որ լինելու է հաղթանակ եւ այդ հաղթանակը մենք ունեցանք։ Նարեկ Մկրտչյանը նույնպես ապրում է այս համայնքում եւ միգուցե Նարեկ Մկրտչյանը նույնպես փորձել է շփվել բնակիչների հետ եւ բնակիչները միգուցե վստահեցրել են, որ իրենց ձայնը տալու են իրեն եւ հավատացել է Նարեկ Մկրտչյանը։ Նա եւ Նարեկ Մկրտչյանը եւ Լյուդվիգ Նազարյանը Փարաքար համայնքից են։ Այո։ Արդյոք ունի այդքան հեղինակություն Փարաքար համայնքում եւ ընտրությունների արդյունքներում քանի ձայն եք ունեցել Փարաքարից։ Եթե չեմ սխալվում, 1000-ից ավել։ Ընտրողներից քանիսն են եղել եւ քանիսն եք ստացել։ 3400 ինչ-որ մի թիվ, այս կոնկրետ թվերը կոնկրետ չեմ ուսումնասիրել, ինչ-որ ճիշտն է, թե որ համայնքից ինչքան ձայն է եկել, ժամանակ չեմ ունեցել, դեռ կուսումնասիրեմ անպայման։ Փարաքար համայնքից ունեցել ենք կրկնակի ձայն նախորդ ընտրություններին համեմատ եւ շատ ուրախ եմ, որ Փարաքար խոշորացված համայնքի մեր Փարաքար բնակավայրի ժողովուրդը վստահեց եւ այդ քվեն տվեց, դա ինձ շատ պարտավորեցնող է, որպեսզի ամենօրյա ռեժիմով լինեմ իմ համայնքի կողքին, իմ բնակչի կողքին եւ իրենց ցանկացած խնդիր շատ արագ լուծում ստանա եւ ի կատարածվի իրենց պահանջները, իրենց խնդիրները։ Ընտրվելուց հետո որպես հաղթած համայնքապետ թեկնածու հանդիպել եք Լյուդվիգ Նազարյանի հետ։ Չեմ հանդիպել ոչ մի թեկնածուներին, բայց հուսով եմ առիթ կլինի կհանդիպենք։ Պարոն Գրիգորյան, 2026 թվականին սպասվում է համապետական ընտրություններ։ Գյումրիի եւ Փարաքարի արդյունքները ինչ-որ բան հուշում են իշխանությունների առաջիկա պարտության կամ հաջողության մասին։ Գիտեք ոնց, ես եկեք խոսեմ Փարաքար խոշորացված համայնքից, որտեվ բոլոր տեղերում ժողովուրդն է որոշելու, թե իր քվեն ում պետք է տրամադրի, որ քաղաքական ուժին ինչ-որ ուսումնասիրելով ծրագրերին կամ հետագա անելիքներին կամ անցած վարածներին, ուժերի նկատի ունեմ։ Բայց այդուհանդերձ Փարաքարում շղնդալից հաղթանակ եք տարել, փարաքարցիները ըստ ձեզ այն անձինք, ովքեր ձեզ են ընտրել, 26 թվականին կգնան կընտրեն Նիկոլ Փաշինյանին, թե կփնտրեն այլ ընտրանք։ Ես չեմ կարող բնակչի տեղը ինչ-որ մի պատասխան տալ կամ հորդորել, թե բնակիչը ում պետք է ընտրի, որ քաղաքական ուժին պետք է ընտրի, դա չի լինելու այդպես իմ պարագայում, ես վստահ ասում եմ,
բոլորս հավասար մարդիկ ենք, հավասար ձայնի իրավունք ունենք եւ բնակիչները իրենք պետք է որոշեն, թե իրենց ձայնը որ քաղաքական ուժին տրամադրեն։ Դարձել եք ընտրություններին, համապետական ընտրությունների պատգամավորական։ Ես ստանձնել եմ մի պաշտոն, որտեղ շատ անելիքներ կան, այս ամենը դեռ չիրականացրած, ժողովրդի պահանջը մի կատար չածած, այդ խնդիրների լուծումը չտրված, ես ուրիշ ոչ մի բանի մասին առայժմ չեմ մտածել։ Ինչպես եք պատրաստվում աշխատել, արդյոք համայնքապետարանում պաշտոն զբաղեցնող անձանց փոփոխություն լինելու է, ձեր թիմն եք բերելու, թե շարունակելու եք աշխատել Լյուդվիգ Գյունազարյանի թիմի հետ։ Գիտեք ոնց, այստեղ ոչ թե Լյուդվիգ Գյունազարյանի թիմն է, այլ համայնքում աշխատում են համայնքի բնակիչներ, ովքեր որ նախկինում են աշխատել, մինչև Լյուդվիգ Գյունազարյանի լինելը համայնքում, նախկինում են աշխատել, ես եթե կհիշեք, մեր վերջին հանդիպման ժամանակ նշեցի, որ ես չեմ պատրաստվում մարդկանց ազատել աշխատանքից, ուղղակի լինելու եմ շատ խստապահանջ, հետևողական այդ աշխատանքին, ինչը որ փառաքար խոշորացված համայնքի բնակիչները ինձ բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ օրինակ լավ չեն աշխատում կամ ասած չինում, ես հետևողական եմ լինելու, արդյոք դա այդպես է, թե այդպես չի, եթե կլինեն աշխատակիցներ, որոնք որ 1-2 թերացումից հետո, այսպես ասեմ, բնակչի պահանջը ճիշտ լուծում չտալուց հետո, այսինքն բնակիչը գա համայնքապետարան, ինչ-որ մի հարցի հետ կապված ու դա չլինի համայնքապետարանի տիրույթում անգամ այդ հարցը, մենք փորձելու ենք բնակչին ճիշտ ուղղություն տալ եւ փորձելու ենք աջակցել, որպեսզի բնակիչը իր խնդրի լուծումը ստանա։ Իսկ եթե կլինեն աշխատակիցներ, որ ուղղակի իրենց վրայից կուզեն դա ցրել, որ կոպիտ ասած, որ դա իրենց տիրույթում չի կամ այո, ես շատ հետևողական եմ լինելու եւ այդ աշխատակիցների հետ պատրաստ չեմ լինելու աշխատել։ Ինչպես եք աշխատելու իշխանությունների հետ, ովքեր նախորդ ընտրություններին ցույց տվեցին, որպեսզի դուք դառնաք համայնքապետ։ Իշխանությունների հետ աշխատանքը չեմ կարծում, որ պետք է տարաձայնություններ լինեն, որտեղ այստեղ բնակիչի հարցն է, մեր համայնքի հարցն է, ես չեմ կարծում, որ պետք է լինեն մարդիկ, ովքեր որ չուզենան, որ փառաքարը զարգանա կամ բնակչի վաղվա օրը էլ ավելի լավանա։ Ես ինչ եմ ասում, անդադ շեշտում, որ ամենօրյա ռեժիմով եմ լինելու բնակչի հետ, շփումները իմ ամենօրյա ռեժիմով են լինելու եւ բնակիչը շատ լավ տեղյակ է լինելու, թե իշխանությունները, թե ինչ որ ներդրողները ովքեր են, ովքեր ինչ ցանկությունով, ինչ աջակցությամբ են ուզում իրենց համայնքում ինչ որ մի լավ բան անել, հա, եթե իշխանությունները չեն անելու համայնքում ինչ որ դա իմանալու են բոլորը։ Իսկ եթե անելու են, դա էլ են իմանալու բոլորը։ Ես ինչ որ իշխանությունը պարտավոր է պետական շահապահել։ Իհարկե պարտավոր է։ Պարոն Գրիգորյան, եթե փառաքարցի Լյուդվիգ Գյունազարյանը դիմի ձեզ որպես համայնքապետ, ինչ-որ մի հարցով ինչ եք անում։ Ինչ պետք է անեմ ձեր կարծիքով, լսելու եմ եւ փորձելու եմ օգնել։ Ոչ մի խնդիր։ Ես տարաձայնություն ոչ ոքի հետ չեմ ունեցել եւ փորձում եմ այդպես ապրել եւ տարաձայնությունների մեջ չընկնել։ Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքացիները, գյուղի բնակիչները նշում են, որ դա քաղաքական հողի վրա է եւ իշխանությունն էլ ակնարկներ էր անում, ինչպես նաեւ լրատվամիջոցներով հողում էին անում նաեւ ձեր վրա, ձեր եղբորն էլ կալանավորել են, այսինքն ինչ որ իմաստով նաեւ փորձել են ցեղ շպրտել ձեր ուղղությամբ եւ հենց այս հարցից է, այս խնդրից է, հա, այս թեմայից է ծագում իմ հարցը, այս թեման ինչպես է հանգուցալուծում գտնելու։ Ինչ վերաբերվում է Մերձավանում տեղի ունեցածին, եւս մեկ անգամ նշում եմ, որ շատ ցավալի դեպք է եղել, թե ինչքան կապ ուներ քաղաքական process-ների հետ, թե կապ չուներ այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, դա փառաքար խոշորացված համայնքի, հա, բնակիչները շատ լավ գիտակցում են, թե ինչքանով կապ ուներ, թե չուներ, դա մենք որ ասենք ուներ, մյուսը ասի չուներ, դա Ես չգիտեմ, ես դեռ չունեմ այդ կողմնորոշվածությունը, հա, ուներ թե չուներ, իսկ բնակիչներ կան տարբեր կարծիքներ են հայտնում, մի մասը ասում է ուներ,
մյուս մասը ասում է դե կունենար, մյուս մասը ասում է երևի չուներ, սենց կարծիքներ է բնակության մեջ, դրա համար ես այդ հարցին ես էլ չունեմ կողմնորոշվածություն ինչ որ ճիշտն է այդ հարցի հետ կապված։ Դուք ձեր մանդատներով միայնքն կարող եք քվորում ապահովել, անհրաժեշտություն կա, որ իշխանությունը եւս մասնակցի։ Միասնյա կարող ենք, այո, կառավարել համայնքը, բայց շատ ավելի լավ կլինի, որ բոլոր ավականու անդամների ներգրավվածությունը լինի, իրենք իրենց մտքերով, իրենց ելույթներով հանդես գան Դիմանան եւ դիմացի լինի։ Դե